Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությանն ենք այսօր անդրադառնալու, խոսելու ենք հայոց պատմության այս ծանրագույն էջի մասին, փորձելու ենք հասկանալ այս իրադարձության պատմական ու քաղաքական ենթատեքստը, պատճառներն ու հետևանքները։ Ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերի հետևանքով Սումգայիթում սպանվեցին հարյուրավոր հայեր, տուժեցին հազարավորները, պարզապես թողնելով եւ լքելով իրենց ընտանիքները։ Ականատեսների ու փորձագետների վկայությամբ սրանք բավականին լավ կազմակերպված ու համակարգված գործողություններ էին ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ։ Միքայել, առաջարկում եմ սկսենք նախ այն պատմական ժամանակաշրջանից, որի ժամանակ, որ տեղի ունեցան 1988 թվականին տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը, ինչ իրավիճակ էր ստեղծվել ջարդերի նախօրյակին եւ առհասարակ պատմական ու քաղաքական ինչ ենթատեքստ ունեն այս իրադարձությունները։ Բանն այն է, որ սկսվել էր Արցախյան շարժումը եւ Արցախյան շարժման մեկնարկը իհարկե ադրբեջանական իշխանությունների խաղակարտերը լրիվ խառնել էր։ Անհրաժեշտ էր որևէ գործողություն, որով որ կզսպվեին հայերի իղձերը եւ այս հարցում ցավոք նաեւ խորհրդային ընդհանուր կենտրոնական իշխանությունները որոշակի շահագրգռվածություն նույնպես ունեին, որովհետեւ մտածում էին կանխել Արցախյան շարժման ծավալումը, կենտրոնում դիտարկում էին Արցախյան շարժումը որպես ԽՍՀՄ ներսում տարածքային փոփոխությունների առնչվող հարց, իսկ եթե իրենց դեռևս 1920-ականներին տրված տարածքային լուծումները փոփոխության էին ենթարկվում, ապա կարող էին ամբողջ միությունով մեկ նման պահանջներ լինել եւ այդ դեպքում տարածքային այդ անորոշությունները կարող էին հանգեցնել խորհրդային միությունում տարբեր հանրապետությունների միջև մեծ լարվածության եւ նաեւ ազգամիչյան լարվածության, ի վերջո ամենավատ սցենարի դեպքում կարող էին հանգեցնել խորհրդային միության փլուզման եւ իրենք մտածում էին, որ կանխելու համար օրինակ անհրաժեշտ է Արցախյան շարժման հարցում ունենալ հակառակ դիրքորոշում։ Այդպիսին էր առնվազն Միխայիլ Գորբաչովի խորհրդային միության ղեկավարի դիրքորոշումը եւ սա իհարկե հայերի իղձերի հետ, մասնավորապես արցախահայության իղձերի հետ բնականաբար հակադրության մեջ էր։ Եվ այս առումով իհարկե նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունների ցանկությունը հայերի նկատմամբ կոշտ միջոցառումների գնալու գտնելու էր որոշակի պաշտպանություն կենտրոնի կողմից։ Եվ խնդրեմ, արդեն փետրվարի 20-ին, 1988 թվականի փետրվարի 20-ին մենք ունենք պատմական որոշում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը որոշել էր, որ իրենք պետք է դիմեին ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության եւ հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ղեկավարությանը, որպեսզի դուրս գային իրենց խորհրդային Ադրբեջանի կազմից եւ օգտվելով իրենց ինքնավար մարզի կարգավիճակից, իսկ խորհրդային միության ծրագրական փոփոխությունները դա թույլ էին տալիս եւ մտնեին խորհրդային Հայաստանի կազմի մեջ եւ նույն խնդրանքը ուղղում էին նաեւ խորհրդային միության կենտրոնական իշխանություններին։ Խորհրդային միության Գերագույն խորհրդի նախագահությունը պետք է այդ հարցը ընդուներ իր օրակարգ եւ քննարկեր ի վերջո, եթե նմանատիպ որոշում կայացներ օրինակ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը։ Հիմա ստացվում է, որ սկսվել էր գործընթաց, որը մենք անվանում ենք Արցախյան շարժում։ Արցախյան շարժումը իհարկե մեկ այս որոշմամբ չէր սկսվել, այլ դրանից ավելի վաղ, դեռ արցախահայությունը կազմակերպել էր փաստացի գրեթե բոլոր չափահաս մարդկանց ստորագրահավաք, որով պահանջում էին վերամիավորել Արցախը մայր հայրենիքին։ Այս առումով Երևանում տրամադրությունները պարզվեց, որ նույնական էին, ինչպես որ Ստեփանակերտում էին,
եւ արդեն փետրվարի 21-ին Երևանում եւ Խորհրդային Հայաստանի տարբեր քաղաքներում հաջորդ օրերին եւս կազմակերպվեցին ցույցեր աջակցություն Արցախահայության արդար պահանջի։ Այս իրավիճակում մենք ունենք հետեւյալ պատկերը, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշում են գնալ բիրտ միջոցառումների եւ առաջին արձագանքը, առաջին, այսպես ասենք, ծիծեռնակը, բայց վատ իմաստով տվյալ դեպքում Ասկերանի դեպքերն էին։ Ուրեմն Աղդամի կողմից, Ակնայի հատվածից, որը դուրս էր այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից, 8000-ի չափ խաժամուժ ադրբեջանական խառնամբող կազմակերպված խմբերով գալիս է եւ հարձակվում Ասկերանի շրջանում տնտեսական տարբեր օբյեկտների վրա, ավտոմեքենաներ են կոտրում, հրդեհում նույնիսկ, մարդկանց վրա են հարձակվում, ծեծկռտուք կազմակերպում եւ այս ամենի արդյունքում 25 հայ է տուժում։ Դա առնվազն միայն արձանագրված դեպքերն են, որոնք որ համապատասխան արձանագրություններ ունեն ոստիկանության գրանցմամբ եւ այլն եւ այլն։ Այս դեպքերի առնչությամբ ադրբեջանական մեդիայում սկսեցին տարածել շատ տարբեր այպես սուտ ստահոդ լուրեր եւ մասնավորապես այն ժամանակ մենք հասկանում ենք միայն պետական էր հեռուստատեսությունը, մամուլը նույնպես ներկայացնում էր իբրև Խորհրդային Հայաստանի տարբեր քաղաքներում ադրբեջանական բնակչության նկատմամբ իբր թե կատարվում են անօրինություններ եւ հալածանքներ ու Ասկերանի դեպքերն էլ արդեն ներկայացնում էին լրիվ այլ ձևով եւ արդյունքում ստեղծվում էր այնպիսի պատրանք իբրև թե Խորհրդային Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում կա վատ վերաբերմունք նրանց նկատմամբ։ Այս տեսանկյունից բորբոքվում էր իրենց մոտ տարբեր մասաների տրամադրություն, որպեսզի հայերի դեմ անցնեին վճռական գործողությունների։ Եվ որպես այդպես շարժիչ ուժ, լրացուցիչ կայծ եղավ այս ամենի մեջ Խորհրդային Միության դատախազության հայտարարություն այն մասին, որում համամիութենական եթերով, որ փաստորեն իբրև թե Ասկերանի դեպքերի ժամանակ հայերի գործողություններից են տուժող ադրբեջանցիները եւ մասնավորապես երկու սպանվածի մասին հաղորդվեց եւ հատկապես Կատուսևի ելույթից հետո գլխավոր դատախազի ստացվեց, որ կենտրոնը եւս հաստատում էր ադրբեջանական նարատիվը, ադրբեջանական տարբերակը դեպքերի մեկնաբանության։ Տեղի ունեցավ նաև մեկ այլ, այսպես նախազգուշական անվանենք, թե սպառնալիք անվանենք այդ քայլը, ուրեմն Միխայիլ Գորբաչովը, Խորհրդային Միության ղեկավարը, հայ մտավորականների հետ փակ հանդիպման ժամանակ դեռևս փետրվարի 26-ին մտահոգություն է հայտնում, որ եթե հայերը շարունակեն Արցախի հետ կապված իրենց պահանջները ներկայացնել, ինքը մտավախություններ ունի, ինչպես շատ մտահոգեր էլի հայերի մասին, մտավախություններ ունի Բաքվում գտնվող 200,000-ից ավելի հայերի համար։ Մարտահամարի տվյալներով միայն այդ դեպքերին նախորդող 79 թվականի մարտահամարի տվյալներով Բաքվում 220,000, մոտ 220,000 հայ կար, դա միայն պաշտոնապես մարտահամարի տվյալներով։ Եթե մենք աճի տեմպերը հաշվենք բնակչության, այդ ժամանակ պետք է 250,000-ի մոտ լինի։ Հիմա ինքը այդ մտահոգությունն էր հայտնում եւ հաջորդ օրը սկսվեցին Սումգայիթի դեպքերը։ Այստեղ իհարկե կարևոր է հասկանալ ինչու է ընտրված հենց Սումգայիթը եւ մեր բազմաթիվ հետազոտողներ լրջագույն ուսումնասիրություններ են կատարել Սումգայիթի դեպքերի առնչությամբ, հրատարակել են լուրջ աշխատություններ, միևնույն ժամանակ աշխատող է արվել մի այսպիսի հետաքրքիր փաստ, որ Սումգայիթը քաղաքաշինական նորմերի տեսանկյունից ամենաանկանոն կառուցվող քաղաքն էր Ադրբեջանում։ Մի կողմից երկրորդ քաղաքն էր Խորհրդային Ադրբեջանի իր բնակչության թվով, տարածքով եւ բավական բազմազգ քաղաք էր նաեւ, արդյունաբերական տեսանկյունից երկրորդն էր Բաքվից հետո քիմիական արդյունաբերությամբ էր աչքի ընկնում, բայց նրա սոցիալական կազմը տարբերվում էր Բաքվից։ Այսինքն եթե Բաքվում օրինակ քաղաքը
եւ ռուսալեզու էր եւ կրթական ցենզով բավականին աչքի էր ընկնում, այդտեղ հատկապես ռուս եւ հայ բնակչությունը, նաեւ ուկրաինացի ստվար բնակչություն կար, հրեաներ, բելարուսներ, նրանք բոլորը շատ բարձր կրթական ցենզ ունեին, բարձրագույն կրթության լավագույն տարբերակով, բժիշկներ կային, ինժեներներ եւ այլն եւ այլն, նավթարդյունաբերության ոլորտում լավագույն մասնագետները առաջին հերթին հայեր եւ ռուսներ էին։ Ստացվում է, որ Բաքվում եւ բազմազգի եւ ռուսալեզու է միջավայրը եւ միևնույն ժամանակ կրթական ցենզով առանձնանում էին։ Իսկ ահա Սումգայիթը հիմնականում գյուղական բնակչությունից վերաբնակեցումների արդյունքում ձևավորված քաղաք էր եւ անկանոն շինարարությամբ խորհրդային քաղաքաշինական նորմերին հակառակ 1930-ականներին որպես քաղաք սկսել է ձևավորվել եւ 1960-ականներին օրինակ մի սարսափելի միտում կար Սումգայիթը ամենաբարձր մահացություն մանուկների շրջանում, իսկ երեխաների շրջանում ամենաբարձր մահացություն ունեցող քաղաքներից մեկն էր ամբողջ խորհրդային միությունում, իսկ առանձին երեխաների գերեզմանոց էին ստեղծել, այսինքն իր միջավայրով բավականին անառողջ այդպիսի իրականությամբ աչքի ընկնող քաղաք էր։ Եվ դրան գումարում էր սոցիալական կազմը, անկանոն շինարարություն եւ այլն, եւ այս ամենի մասին հետաքրքիր է, որ նաեւ խոսում են խորհրդային կենտրոնի այնպիսի գործիչներ, ովքեր որ որոշակի հայանպաստ դիրքորոշում են հետագայում ցուցաբերել, օրինակ նման այս հանգամանքը շեշտել է իր գրքում Վիկտոր Կրիվապուսկովը, որը որ խորհրդային ներքին գործերի նախարարության այդ ժամանակ բարձրաստիճան աշխատակից էր եւ հետագայում Արցախի մասին գրքում այս հանգամանքները նշում է։ Եվ ստացվում է, որ Սումգայիթում հեշտ էր այդպիսի սոցիալական միջավայրում բորբոքել կրքեր, որոնք որ ուղղված կլինեն այն մարդկանց դեմ, ովքեր քաղաքում ամենահաջողակներն են։ Իսկ այս դեպքում հայերը քաղաքի էլիտան են բառի զգուն իմաստով, նրանք լավագույն կրթություն ունեն, նրանք քաղաքի արդյունաբերություն իրենց ուսերին առաջ տանողներն են եւ բնականաբար այստեղ ցանկացած ազգայնական ու քարոզչություն շատ հեշտ էր ուղղել հենց հայերի դեմ։ Սումգայիթում տեղի ունեցածը պայմանավորված էր փաստորեն Լեռնային Ղարաբաղում սկսված ինքնորոշման համար սկսված շարժումով, որը հետագայում փաստորեն վերածվեց համակարգված գործողությունների։ Գանք արդեն գործողություններին, հասկանանք թե ինչ քայլերով դրանք իրականացվեցին, որքանով էին կազմակերպված եւ որքանով էին տարերային, ում ձեռքով էին իրականացնում այդ գործողությունները ադրբեջանական իշխանությունները, արդյոք հավաքագրվել էին նախապես, հավաքագրվել էին տվյալներ, հասցեներ, անուններ, գործողությունները ինչ ձևով սկսվեցին։ Ուրեմն ակնհայտորեն գործ ունենք պլանավորված, հստակ ծրագրված ցեղասպանական գործողությունների հետ։ Սրանք պատահական ինչ-որ գործ չէին, պատահական քայլեր չէին եւ դրա ուղղակի հաստատումն է այն փաստը, որ կազմված են եղել նախապես ցանկեր այն մարդկանց, ում տներ պետք է այցելեին, ում վրա հարձակումներ գործեին, աշխատավայրում կլինի, փողոցում կլինի, տանը, թե առևտրի որևէ վայրում, այսինքն հստակ ակնհայտ թիրախներ են ընտրված եղել, հայերի նույնիսկ հեռախոսակապն է տների անջատված եղել, այսինքն հնարավոր բոլոր կապի միջոցներից մեկուսացրել են։ Նույնիսկ այդ օրերին ոստիկանության եւ շտաբ օգնության, առաջին բուժօգնության, այսինքն կազմակերպման ծառայություններն այնպես են արվել, որ անհասանելի լինեն։ Եվ խմբերը հստակ բաժանված են եղել ըստ դերակատարության, ասենք ով պետք է օրինակ մարդկանց վրա հարձակում կատարի, ով պետք է տների թալանով զբաղվի, եւ հատուկ գործարաններում պատրաստված են եղել մետաղական հատուկ ձողեր, որոնք ենթարկված են եղել զոդման, նույնիսկ դրանց կտրման աշխատանքները պահանջում են արտադրական միջամտություն, այսինքն հստակ պետք է գործարանների միջամտություն։ Մենք հասկանում ենք, որ գործ ունենք պետական ձեռնարկությունների հետ։ Խորհրդային միությունում մասնավոր հիմնարկներ չկան։ Այսինքն չեն կարող ասել ինչ որ մեկի մասնավոր նախաձեռնություններ։ Եվ այս կազմակերպված պարալիզացիան քաղաքի արվել է նրա համար, որպեսզի հայերին զանգվածաբար ոչնչացնեն։
Եվ ստացվում է, որ փետրվարի 27-ից 29-ը, այսինքն Միխայիլ Գորբաչովի այդ նախազգուշացումից ընդամենը 1 օր անց սկսվում են այս գործողությունները, 3 օր տևում են եւ խորհրդային բանակը միայն փետրվարի 29-ին այդ տարի նահանջ տարի էր, 29 օր ուներ փետրվարը, 29-ին նոր մտնում են քաղաք եւ հետագայում արդեն իր հուշերում այս մասին որպես հաստատում եղածի գրում է այդ ժամանակ դեռ գնդապետ, ավելի ուշ արդեն գեներալ Լեբեդը, որ կատարվածը քաղաքում կատարվողը հայերի նկատմամբ կանխամտածված ջարդեր եւ խուլիգանություն չէր դա։ Ինչու է այս հանգամանքը կարևոր, որովհետեւ բոլոր գործերը, որ հետո հարուցվել են, խուլիգանության հոդվածով են եղել եւ փորձել են այնպես անել, որ ցրեն, այսինքն կենտրոնացված որևէ գործ չի արվել, առանձին գործեր խորհրդային տարբեր քաղաքներում են դատական ուրեմն գործընթացները կազմակերպվել եւ մեղադրական եզրակացությունը հիմնականում խուլիգանությամբ է։ Իսկ խուլիգանությունը սովորաբար այդպես տարերային է լինում եւ ինքը կոնկրետ թիրախ չունի սովորաբար։ Իսկ այստեղ մենք գործ ունենք կոնկրետ թիրախի հետ, քրեական ծանրագույն հանցագործության հետ գործ ունենք, կանխամտածված էթնիկ հիմքով մարդկանց ոչնչացման։ Եվ այդ 3 օրերի ընթացքում դեպքեր կան, դեպքերի մեծ մասը հայերին ծեծելով, տանջամահ անելով են սպանել եւ նույնիսկ ողջակիզման դեպքեր են արձանագրվել, այս ամենը նույնիսկ խորհրդային դատարանն է արձանագրել։ Եվ հավաքված գործերով սկզբից 27 սպանված անձ են նույնականացվել, բայց միայն դիահերձարաններում այդ ժամանակ 70 անհատի անձի նույնականացում փաստորեն կատարված չի եղել։ Եվ տարբեր մասնագետներ տարբեր տվյալներ են առաջ քաշում զոհերի թվականակի վերաբերյալ 27-ից հետո այդ 27 անձանց ցուցակի հրապարակումից հետո լուսանկարներով 32 անձի մասին է խոսք գնացել, հետո ընդհանուր անհայտ կորածների հետ ցուցակը 100-ից է անցել եւ ի վերջո մասնագետներ կան, որ պնդում են, որ մինչև 200-ի չափ միայն զոհերը կարող են լինել։ Եթե մենք նախորդ մարտահամարի հիմքով ենք նայում, առնվազն 13000 պետք է մարդ այդտեղից հեռացած լիներ, բայց տարբեր հանրապետություններում ուրեմն հաշվեգրում անցած մարդկանց ցուցանիշները խորհրդային միության տարածքով մեկցրված 18000 մարդ է Սումգայիթից հեռացած եւ նույնիսկ մասնագետներ կան, որ պնդում են մինչեւ 20000 թիվը կարող է լինել Սումգայիթի հայերի, շատ պարզ պատճառով են տարբերվում թվերը, որովհետեւ մարտահամար 1979-ին էր եղել, հաջորդ 89-ին պետք է լիներ, իսկ Սումգայիթի դեպքերը 88-ին են, մենք դրա համար հենց այդ պահի դրությամբ հստակ թվականակը չունենք։ Ստացվում է, որ խորհրդային Ադրբեջանի արդյունաբերական երկրորդ ամենակարևոր կենտրոնից հայերը զանգվածաբար դուրս են մղվել, այլևս որևէ երաշխիք չի եղել նրանց այնտեղ մնալու եւ Սումգայիթը կարելի ասել, որ Բաքվի ջարդերի նախերգանքն։ Իսկ ամենակարևորը, որ ադրբեջանական իշխանությունները չկարողացան հասնել իրենց այդպես նպատակային ցանկությանը։ Իրենք մտածում էին, որ Արցախյան շարժումը կդադարի դրանից հետո։ Նույն ցանկությունն ուներ նաև Միխայիլ Գորբաչովը փաստորեն, բայց ստացվում է, որ Արցախյան շարժման, այո, ներքին էներգիան ոչ միայն չի սպառվում, այլև ավելի է բորբոքվում եւ նույնիսկ հետաքրքիր է, որ տարիներ անց արդեն 2010-ականների սկզբին նույն Գորբաչովը մի հարցազրույց էր տալիս Պոզներին, լրագրող հայտնի Ռուսաստանի առաջին ալիքով եւ այստեղ նա իրան հարց հնչեց Արցախյան շարժման մասին եւ ինքը այդտեղ շատ բացասաբար սկսեց արտահայտվել Հայաստանի եւ հայերի մասին եւ լրագրողը թույլ չտվեց, ասաց ես թույլ չեմ տա իմ եթերով դուք հայերի մասին վատ արտահայտվեք ու այստեղ մի բան ասաց, որ շատ հետաքրքիր է, ասում է ես երկրաշարժից հետո գնացել եմ հայերի մոտ, ասում եմ, որ ինչով կարող եմ ձեզ օգնել, ինչ կարող ենք անել այստեղ, ասում է նրանք միանգամից այդ ավերակների մեջ ասում են, որ այ Արցախի հարցը լուծեք։ Ասում է այ տեսեք ինչքան վատն են իրենք ուրեմն,
եւ տարքեր որ լրագրողը նրան ընդհատում է, ասում է հակառակը դա ցույց է տալիս ինչպիսի բարձր բարոյական արժեքների կրող են այդ ազգի ներկայացուցիչները, որ անգամ ամենամեծ սքի մեջ, ամենամեծ դժվարության մեջ չեն մոռանում իրենց ազգային հարցերը։ Եվ սա նաև հետաքրքիր ուղերձ է մեր այսօրվա սերնդին եւ բոլոր այն սերունդներին, որ այսօր ապրում են Հայաստանում, որ անգամ դժվարագույն իրավիճակներում երբեք փաստորեն ազգային արժեքներից, այդ թվում ազգային հարստության գլխավոր այդպես տարերից մեկը հայրենիքի հողակտորը երբեք չպետք է դառնա փաստորեն հրաժարման առարկա հանուն ինչ որ, չգիտեմ, բարեկեցության կամ ինչ որ բան է, այսինքն նույնիսկ երկրաշարժի այդ սոսկալի պայմաններում գտնվող մարդիկ այդ գիտակցումը ունեցել են, որ հայրենիքի նկատմամբ պահանջատիրությունը պետք է լինի առաջին տեղում։ Եվ հատկապես հիմա, երբ Արցախյան շարժումը մոռացնել տալու փորձերը բավականին շատ են, իսկապես այն ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առաջ, անգամ խորհրդային իշխանությունները, որոնք լավատեղյակ էին, թե ինչ է իրականում կատարվում, առնվազն չեզոքություն էին պահպանում։ Եթե մենք փորձում ենք հետհայացք նետել այս իրադարձություններին եւ փորձում ենք գնահատել դրա ազդեցությունը ազգային հիշողության, հայ ժողովրդի ազգային հիշողության մեջ, ինչպես ենք այն գնահատում, ինչ դասեր է այն մեզ փոխանցում, հատկապես որ ընդամենը մի քանի տարի առաջ կրկին միջազգային հանրության լռության ներքո Արցախում հայ ժողովրդի նկատմամբ կրկին իրականացվեց էթնիկ զտման քաղաքականություն, իհարկե տարբեր մասշտաբներով, տարբեր ձեռագրերով, բայց ըստ էության նպատակը նույնն էր։ Ինչ ուղերձ է մեզ այսօր փոխանցում այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում։ Սումգայիթում հայերը ապրում էին ադրբեջանցիների հետ մեկ քաղաքում եւ ապրում էին տասնամյակներ շարունակ։ Նրանք հարևաններ էին, իրար հետ դպրոց էին գնում, իրար հետ աշխատանք էին գնում, իրար հետ անցկացնում էին ընտանեկան առիթներ, թվում է, որ ջերմ հարաբերություններում էին, ամեն ինչ նորմալ է, համակեցության մեջ էին, բայց անգամ այդ պատրանքի եւ այդ զգացողության պայմաններում մենք տեսնում ենք, որ բավական էր մի փոքր հրահրում ադրբեջանական զանգվածների նկատմամբ, որ նրանք անմիջապես անցնեին ջարդարարական գործողությունների։ Այո, եւ հետաքրքիր է, որ իհարկե կան ականատեսների տարբեր տվյալներ, այդ թվում հայերի պատմածներ, որ իրենց օրինակ առանձին հարևաններ, որոշ նույն ադրբեջանցիներ փորձել են այնպես անել, որ չիմանան իրենց տեղը կամ իրենց տանը թաքցնեն, դրանք առանձին դեպքեր են։ Բայց շատ քիչ։ Այո, եւ քիչ։ Կան դեպքեր, որ այլ ազգիներ, ասենք ռուսներ, ուկրաինացիներ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են այդպիսի գործողություններ արել։ Անկամ կրկնում եմ ադրբեջանցիների դեպքում կան, բայց ընդհանուր միտումը եղել է այնպիսին, որ հայերին զանգվածաբար ոչնչացնեն եւ այնտեղից դուրս մղեն։ Սա իհարկե մեզ համար կարևոր դաս է, որ ցանկացած պես նույնիսկ լավագույն բանակցային սցենարի դեպքում ադրբեջանական կողմի նկատմամբ լիարժեք վստահություն ցուցաբերելը մեծագույն մոլորություն է։ Եվ հատկապես համակեցության մասին քարոզները, որ իբրև հնարավոր է հայերի եւ ադրբեջանցիների համակեցություն, ասենք ադրբեջանական կամ հայկական հողում, ասենք օրինակ պայմանական ադրբեջանական իշխանության ներքո, սրանք մեծագույն մոլորություն են եւ ոչ միայն մոլորություն են, դա դավաճանություն են այն իմաստով, որ մղում են հայերին հերթական անգամ ցեղասպանվելու։ Հետաքրքիր է, որ նույն խորհրդային կենտրոնի պայմաններում երկրորդ անձը խորհրդային իշխանության Նիկոլայ Ռիժկովը տարիներ անց իր տարակուսանքն էր հայտնում Սումգայիթի դեպքերի առնչությամբ եւ նշում էր, որ ինքը խիստ կասկածում է, որ զոհերը 30-ի սահմաններում են, որ դրանք շատ ավելին պետք է լինեին եւ ապշում էր հայերի այդ վստահությունը, որ դրանից հետո նույնիսկ հայերը որոշակի վստահություն ունեին, որ դեպքերը այլ կերպ կզարգանային։ Այսինքն
անգամ խորհրդային իշխանության ներսում կար տարակարծություն Գորբաչովի եւ երկրորդ դեմքի միջեւ։ Սումգայիթը ոչ միայն հայ ժողովրդի ցավալի հիշողությունն է, այլև դաս միջազգային հանրությանը թույլ չտալու նոր ցեղասպանական գործողություններ ու էթնիկ զտման ցանկացած փորձ, քանի որ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ անպատժելիությունն ու անարդարությունը ծնում են միայն նոր հանցագործություններ։ Իսկ մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։